եթե դու մի մարդ ես սպանում, դու մարդասպան ես, իսկ եթե հազարավորների ես սպանում, դու դառնում ես ականավոր զորավար։ Զինվորի հացը գողացածներին, զինվորի զենքը գողացածներին, քաղաքացու արժանապատվությունը գողացածների նկատմամբ մենք ճիշտ չենք վարվել, այո, ես ներողություն եմ խնդրում դրա համար։ Այդ տատանքներին եւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հասկանում են ինչի մասին է խոսքը, ես կոչ եմ անում պատրաստվել վրեժի։ Որովհետև այո, մեր զինվորների վրեժը մենք դրանցից պիտի հանենք։ Մեր հայրենիքի կորսված հայրենիքի վրեժը մենք դրանցից պետք է հանենք։ Մտնի երապլուտ Ալիևի դեմ կզած խուժան թուշկը։ Այդ կեղտոտ բերանովի կտեջապանական ծեսի վերջի կետը կատարի խուժան։ Հող վաճառողը, դավաճան խուժանը, հարաբոչու դու եթե ելույթ ունեցավ, ժողովրդի ականջին էլի լապշա է կախում։ Գոնե ամոթ ունեցի, դիակները դրած դու երթ ես անում։ Անամոթ։ Ընտանեկան, քաղաքախնամիական, ընկերական կապերը պետք է վերդասել երկրի շահից, պետության շահից։ Եվ ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե ազատագրված Շուշին եւ կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում։ Շուշին եթե ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետեւ Շուշին նա դժգույն քաղաք էր, մեզ պետք էր Շուշին։ Նիկոլ Փաշինյանը եկավ խորհրդարան, խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքը խոսել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ, այն թեմայի շուրջ, որ եթե մենք Եվրոմիություն մտնելու հայտ ներկայացնենք, հո դուք խնդիրներ չունեք, ինքը ասավ, չէ, մենք խնդիր չունենք։ Իրանի նախագահ։ Այսինքն դա նշանակում է, պարոն վարչապետը կամ մեզ էր հիմարի տեղ դնում, որ մենք չենք իմանում ինչ նշանակում պարսիկ ժողովուրդ, չենք իմանում ինչ նշանակում 6000 տարվա պետականություն ունեցող ժողովուրդ, չենք հասկանում ինչ նշանակում պարսկական դիվանագիտություն, կամ ինքը լավ չի հասկանում։ Պարոն Ընտանեկան, քաղաքախնամիական, ընկերական կապերը պետք է վերդասել երկրի շահից, պետության շահից։ Այս մարդը դարել է վարչապետ, բայց էլի միտինգ անեմ։ Այդ յա տարեքն է։ Ինքը միտինգ է, ինքը վաղնիսը բաչելի, ինքն յադեմ միտինգ անի։ Հասկանում եք։ Տղեկ Նիկոլ դարել նարկաման։ Գոնե մի հատ տղուտ վրա նայի։ Գոնե մի հատ ընտանիքիդ վրա նայի։ Ընտանեկան, քաղաքախնամիական, ընկերական կապերը պետք է վերդասել երկրի շահից, պետության շահից։